Ինչ հասցայն ունես, միշտ ես այդպես երգում։ Վատառողջ եմ։ Ամոթից հայացքս փախցրի ու վիզս բաճկոնիս մեջ թաքցրի։ Այդպես չեմ կարող ստուգել, այդ դեպքում մի քանի օրից նորից կփորձենք, դու երկրորդ խմբի հետ կգաս։ Գլխով արեցի, միայն թե ինձ բաց թողնի։ Դուրս եկա շենքի բակ ու ապակու արտացոլանքի մեջ նկատեցի կարմրած այտերս։ Այլևս երբեք չեմ երգի, ինչու գնացի, ինչու այս ամենի միջով անցա, փաստորեն ես շատ հաստ ձայն ունեմ, ինչպիսի ամոթ։ Սրանք այդ օրվա իմ վերջին մտքերն էին, հենց այդ ապակու առջև վերջակետ դրեցի ու վազեցի տուն, կոտրված սիրտս մի կտոր քաղցրավենիքով մխիթարելու։ Տանը ոչինչ չասացի, միևնույն է ինձ չէին հասկանա, գուցե նաև մեղադրեին ինքնագլուխ որոշման համար։ Ժամանակն անցնում էր և առանց երգի երաժշտության ինձ դատարկ էի զգում։ Ակամայից սկսեցի երգեր գրել տարբեր առիթների և կատարողների համար։ Հասցրեցի նաև դաշնամուրի դպրոցն ավարտել, մայրիկիս երազանքն իրականացնելու համար, բայց անտաղանդ երգչուհու կնիքը սրտիս դարակներում միշտ խնամքով պահված էր մնում։ Կարծես ունեի մի գաղտնիք, որի մասին ոչ ոք չպետք է իմանար, եթե որևէ մեկն իմանար, ես կկորչեի։ Տարիներ անց հասուն տարիքում փորձեցի ինքնավերլուծության ենթարկել տեղի ունեցածը։ Երբ գտա հարցերիս պատասխանները, մի տեսակ թեթևություն զգացի։ Որոշեցի փնտրել իմ ձայնին համապատասխան երգեր և սկսեցի թաքուն երգել ինքս ինձ համար։ Սա ինձանից մեծ ջանքեր էր պահանջում, քանի որ դեռ ամաչում էի սեփական ձայնս լսելուց։ Աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ իրականում այնքան էլ վատ ձայն չունեմ։ Եկավ մի օր էլ, երբ որոշեցի հաճախել վոկալի դասերի, երկար էի փնտրում, թե ում դիմել։ Վերջապես վերցրեցի փորձնական դաս և հենց առաջին հանդիպման ժամանակ սկսեցինք ձայնավարժությունները։ Ամեն ինչ սկսվեց նորից, դաշնամուրի մոտ նստած մասնագետ և ես երգելու ցանկությամբ լցված, խիստ լարված, բայց արդեն գիտակից։ Սկզբում երգեցի այն երգերը, որոնք միշտ հավանում էի իմ կատարմամբ, ապա անցանք առաջին ձայնավարժություններին։ Այս ամենն ինձանից հսկայական ջանքեր էր պահանջում անցյալի հիշողությունները թոթափելու համար։ Չնայած կաշկանդվածությանս, անցանք վարժությունների երկրորդ շարքին։ Աչքի ծայրով անընդհատ հետևում էի մասնագետի դիմագծերի նույնիսկ ամենաթույլ շարժումներին։ Ինչ-որ պահից սկսած, ակամայից սկսեցի թուլանալ ու պարզապես վայելել ընթացքը։ Դաս ամփոփեցինք ձայնածավալը սպառզելու վարժությամբ։ Հենց այդ պահին էլ տեղի ունեցավ ամենաանսպասելին։ Ամբողջ շենքով մեկ տարածվեց այն ձայնը, որին տարիներ շարունակ լռեցրել էի։ Այն ձայնը, որին բանտարկել էի կոկորդումս, խելագարի պես դուրս ճախրեց և ազատազրկված թռչունի պես անհետացավ կիսաբաց պատուհանից։ Դասն ավարտվեց։ Ներսումս ինչ-որ բան էր փոխվել, ես այլևս առաջվանը չէի։ Մասնագետն ասաց, որ եթե որոշեմ շարունակել, կարող ենք լավ արդյունքի հասնել։ Ունեմ տվյալներ և ձայն, որոնք պարզապես մշակման կարիք ունեն։ Դուրս եկա փողոց ու սկսեցի աննպատակ քայլել։ Չէի ցանկանում ոչ տուն գնալ, ոչ էլ որևէ մեկի հետ կիսվել տպավորություններով։ Չգիտեմ, ինչ կլիներ, եթե դեռ մանուկ ժամանակ որոշեի գնալ երկրորդ լսմանը, բայց մի բան հաստատ էր, թաքցրած վերքս անցավ բուժման վերջնական փուլը և սպիացավ։ Այդ օրը հասկացա, որ կանգ առնելու ժամանակն է, որ երգել իրականում այլևս չեմ ուզում։ Ինձ արդեն իսկ մեծ բավականություն է պատճառում երգերի ստեղծման ընթացքը, դրանց ասելիքը փոխանցելն ու տրամադրություն հաղորդելը։ Նաև հասկացա, որ կողպված սենյակներում վաղ թե ուշ պետք է համարձակվել ներս մտնել ու հնարավորինս կարգի բերել թափթփածը։ Միայն այդպես կկարողանաս առաջ գնալ ու շարժվել դեպի իրական երազանքներ, դեպի նոր նպատակներ։ Սիրով, Քրիստ Յան։